Պարոն Մաղսուդյան, Բագրատ Սրբազանը խոսեց փողոցային պայքարի մեկնարկի մասին, ասաց, որ ծրագրվում է այդ ամենը առաջիկայում կտեղեկացնի ժամը, ինչ հնարավորություններ եք դուք տեսնում իշխանափոխության։ Այն ինչ Բագրատ Սրբազանը ասել է, դա իրականության համապատասխանում է ու ես առաջ օրվանից ասել եմ ու ասում եմ, շարունակում եմ, որ այս ազգադավ իշխանությունը մեկ րոպե շուտ պետք է հեռացվի ու հեռացվելու է։ Այսօր եթե իրանք սահմանազատման գործընթացը ըստ օդից կախված լուրերից մայիսի 10-ին պետք է սկսեին սահմանազատման գործընթացը, ինչ թե պատճառը, չգիտեմ ինչ պատճառներով սահմանազատման գործընթացը կայացրել են։ Ես մտածում եմ իրենց մեջ վախ կա շարժման վերաբերյալ, որ շարժումը նորից շարունակում է իր գործընթացը եւ կանխելու է իրենց կատարած հողերի միակողմանի սահմանազատում կատարելը։ Իրենք դրան են սպասում։ Գործընթաց չի իրականացվում այդ հատվածում։ Պայդությամբ ոչ մի գործընթաց չեն սկսում։ Ես իրենց ասել եմ, որ չեմ հանդուրժելու ոչ մի բան։ Ես ինքս եմ պայքարելու սահմանազատման դեմ, այսինքն միակողմանի սահմանազատման դեմ, իրենց մտածելով դա կոչվում է սահմանազատում երկկողմանի, բայց մենք ինքներս ենք տեսնում, որ միակողմանի սահմանազատում է։ Հենց այն պահին սահմանազատում գործընթացը փորձեցին սկսեն, ես ինքս եմ ոտի կայնելու, պայքարելու, ոնց որ առաջ օրվանից եմ պայքարելու եմ այս ազգադավ իշխանության դեմ։ Մաղսուդյան, թեպետ Մովսես, Չինարի, Վաղանից գյուղերը ավելի հեռու են Կիրանցից, Ոսկեպալից, այնուամենայնիվ լսում ենք, որ ամեն օր կրակում են դիրքերի ուղղությամբ տեղեկություններ ունեք, այդ գյուղերում ինչ է տեղի ունենում։ Իհարկե տեղեկություններ ունեմ, կրակոցները լինում են, որը որ այս իշխանությունները թաքցնում են, ոնց որ խնածախում են թաքցնում եւ տարբեր տեղերում են թաքցնում, դա ընդամենը Ադրբեջանը հող է նախապատրաստում պատերազմի, բայց սրանք այս թրքագետ իշխանությունները փորձում են ամեն ինչ պահեն ժողովրդից, հանրությանը չներկայացնեն, որ հակառակորդը կրակում է, բայց մենք ինքներս էլ գիտենք, հասկանում ենք, որ հակառակորդը հող է նախապատրաստում պատերազմի։ Բայց սրանք դրա մասին չեն արձագանքում, սրանք զբաղված են փոխարեն հեծանիվ քշելով կամ էլ ազգային ժողովում հիմար օրենքներ ընդունելու բանակի մասով վերաբերյալ։ Ինչ տևողությամբ կրակոցներ են արդյոք թիրախավորվում են բնակչությունը, տները։ Այս վերջերում հայտնի դարձավ, որ Մովսես գյուղում թիրախավորվել էր, գնդակները հայտնաբերվել, ըստ հեռուստաընկերության ես լուրերի եմ ասում, բացի դրանից նաև նախկին զինվորականներ, նախկին ինձ ծառայած տղաներ կան, իրենցից եմ հարցրել, որ գյուղը թիրախավորվում է, նաև կրակում ոչ խոշոր տրամաչափի զենքերով, այլ փոքր տրամաչափի զենքերի տեսակներով։ Այսինքն բնակիչների տներն են թիրախավորվում։ Հա, բնականաբար, վախի մթնոլորտ են ստեղծում ժողովրդի շրջանում։ Դա հակառակորդի մեսիջն է մեզ, որ հերթական պատերազմ հարահարելու մասով, բայց մեր իշխանությունները զբաղված են այլ բանով, խորհրդանում ծեծկրտուկով կամ այլ հիմար որոշումներ ընդունելով։ Ասում եք նաև դա է պատճառը, որ սահմանազատման գործընթացը ընթացք չի ստանում, այսինքն պես միտումնավոր գործընթացը կանխում է Ադրբեջանի եւ ռազմական գործողությունները եւ ուզում դիմել ինչ բացատրություն կա, որ երկար ժամանակ է կանոնակարգ հաստատվել է, բայց գործընթացներ չեն շարունակվում։ Չէ, ես սահմանազատման այլ տեսակետ ունեմ, որ այս ազգադավը փորձում է Ալիևին համոզի, որ սահմանազատման գործընթացը այս պայդությամբ կանգնեցնեն, քանի որ ժողովուրդը ոտքի են կայնելու իր դեմ, իր վերարտադրվելուց հետո վարչապետ նոր այդ գործընթացը սկսվի։ Այնինչ Ադրբեջանը ուզում է, ես ասել եմ դրա մասին, 4 գյուղերը Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բախուդարու, Տիգրանաշեն գյուղերը եւ պլյուս դրան Վարդենիսի 9 գյուղերը, որոնք որ Ադրբեջանը ուզում է իջնի Սևանի ափ, այդ գյուղերի մասին ինքը հիմա փորձում է Ալիևի հետ մի հատ թեթև պայմանագիր կնքի, որ մինչև 26 թվականը ոչ մի գործողություն չանի
Ադրբեջանը 26 թվականից հետո պայմանավորվի այդ մնացած գործընթացը դա հանձնելու գործընթացի, բայց Ալիևը չի վստահում այս իշխանությանը, դուք ինքներդ տեսաք, որ Ալիևը հայտարարեց, որ ես չեմ վստահում այս իշխանությանը, իմ գործընթացը պետք է արագ գլի եւ օրեցօր նոր պահանջներ սահմանադրության փոփոխությունը կա, դուք գիտեք Մինսկի խմբի լուծարումը կա եւ զինանշանի փոխելու տարբերակներն առաջ քաշում եւ օրեցօր ես ասում եմ Ալիևը այս իշխանության հետ երբևիցե խաղաղության չի գնալու եւ եթե ուզում ենք խաղաղություն կնքենք, ապա խաղաղությունը մենք պետք է կնքենք հակառակորդի հողում, ոչ թե մեր հողում։ Դա կլինի խաղաղության պայմանագրի ստորագրում, այլ բան ես չեմ տեսնում։ Իսկ ինչ մնում է, ես քիչ առաջ ասեցի ազգային ժողովում, ես ուզում եի դրա մասին խոսամ ազգային ժողովում նոր նախագիծ են բերել բանակի մասին, դա պարզապես հիմարություն է, իրանք են ասում իրենց այդ տգետների օրենքը, որը որ այդ նախագիծը առաջ քաշեցին, որ ընդունեցին, դա ընդամենը մի տարի առաջ, 2 տարի առաջ իրանք հայտարարում են սև սպիտակներ ժողովրդի մեջ, ժողովրդին բաժանեցին սև սպիտակի մեջ, հիմա էլ ժողովրդին բաժանում են երկու մասի, աղքատների եւ հարուստների մասի։ Այսինքն, եթե դու հարուստ ես, կարաս բանակում չծառայես, եթե աղքատ ես, բանակում պետք է ծառայես։ Այսինքն, ժողովրդի մեջ արդեն իսկ ժողովրդին բաժանում են երկու մասի։ Բանակում ինչ խնդիրներ կառաջացնի, եթե օրենքը ընդունվի։ Այդ օրենքը իրենք ընդունել են ինչի համար, որ իրենք գիտեն, որ իշխանության չեն լելու, իրենց զավակները գնալու են բանակ, ու բանակում այն նորմալ երեխաները, ովքեր որ իրենց հայրերը պատերազմում զոհվել են կամ պատերազմ են անցել կամ հող են ազատագրել, ասել են, որ ձեր ծնողները նման մարդիկ են, հող հանձնողներ են, այդ խնդիրները կարող է կոնֆլիկտ առաջացնի զինվորների շրջանում։ Իրենք այս օրենքը ընդունեցին նրա համար, քանի որ իրանք արդեն շորթած գումարներ ունեն բավականին շորթած գումարներով կարող են իրենց երեխաներին առաջի իսկ օրվանից, ասինքն 1 ամիս ծառայեն եւ բանակից ազատեն։ Այսինքն այս օրենքը իրանք ընդունել են կոպիտացած իրենց համար եւ իրենց նման հարուստների համար։ Ին աղքատ խավը, որը որ պետք է ստիպված է լինելու կամ արտագաղթի երկրից կամ պետք է գողություն անի այդ երեխան, որ այդ գումարը հայթայթի, այդ ծնողը վճարի, որ իր զավակն չգնա բանակում ծառայի։ Սրանք այդ օրենքը դրա համար են ընդունել։ Սա նոր կաշառքի ձև է։ Ես այլ ընտրանք չեմ տեսնում։ Սրանք վերջնականապես 18 թվականին, որ պլանավորել էին բանակը քանդելու, 18 թվականին հենց որ եկել են իշխանության, 18 թվականին այդ ծրագիրը սկսեցին իրականացնել եւ վերջնականապես այս օրենքի, այս նախագծով իրենք հաստատեցին, որ բանակը երկրորդական պլան են մղում։ Բանակը պետք է առաջի պլան մղի, ոնց որ գլխավոր ազգադավը թիվ 1 ամբիոնից ասեց, որ բանակը մի սրբացրեք, հիշում եք անցած տարի դրա մասին խոսակցություն գնաց։ Այսինքն բանակը մի սրբացրեք եւ այս մարդիկ հիմա բանակը դասում են երկրորդ տեղում։ Բանակը իրանց համար կարևոր չի։ Իրանց համար ավելի շատ կարևոր է իրենց պաշտոնը եւ պարտված եւ լուծարված բանակ ունենալը։